մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ոչ միայն այս վերջին 100-ամյակի ընթացքում մեր ինքնապաշտպանական մարտերին, հատկապես 1890-ականից մինչև 1920-ական թվական ընկած հատվածում, երբ հիմնականում մենք կրել ենք պարտություն, այլ նայելով, ուսումնասիրելով մեր պատմությունը եւ ներկայացնելով այն մեր ժողովրդին, պետք է հավասարապես ուսումնասիրենք ամբողջ մեր 5000-ամյա ընթացքը։ Մեր, իմ ու քո անցյալը, այն երկար ճանապարհը, որի կանգառները հարուստ են եղել հավատքով, մշակույթով, գրերով։ Մեզ ուղեկցել են կոտորածներն ու հալածանքները, այնքան շատ, որ երբեմն նույնիսկ մոռացել ենք մեր ռազմական հաղթանակների մասին, բայց մենք ունենք այնպիսի փայլուն հաղթանակներ, որոնք չենք էլ հիշում եւ ժողովուրդը չի էլ նշում, այսինքն պետությունը չի նշում։ Օրինակներ շատ կարելի է բերել, որովհետեւ մենք ունենք այդ ճակատամարտերի տարին էլ է հայտնի, օրն էլ է հայտնի։ Մի օրինակը, որը այսպես հարաբերականորեն ոչ այնքան հեռու անցյալից է, Հարիձորի ճակատամարտն է, որի մասին ունենք գրած վեպեր, բայց որը դարձյալ պետականորեն եւ ազգովին չենք նշում։ Հարիձորի ճակատամարտը տեղի ունեցել 1727 թվականին, մարտի 16-ին նոր տոմարով, այնտեղ ջախջախվել է թուրքական մեծ հզոր բանակը, թուրքերը սպանված միայն տվել են 13000 սպանված եւ 148 մարտական դրոշ են թողել մարտի դաշտում։ Այսպիսի մեծ հաղթանակները չնշելով մենք զրկում ենք մեզ եւ ազգային այսպես առողջ հպարտության եւ ինքներս մեզ ճանաչելու հնարավորությունից։ Հայ անհատի հոգեբանության մեջ դրված այսպիսի մի գաղափար կա, նա խաղում է իր խաղը։ Օտար խաղեր չի սիրում խաղալ ընդհանրապես, հա, ասենք ազգեր կան, որոնք սիրում են խաղալ օտար խաղեր, չիմացված խաղեր, հա։ Մենք խաղում ենք միայն մեր խաղը, ուրիշ խաղերից ուղղակի հրաժարվում ենք, բայց խաղալուց խաղում ենք լավ։ Այսինքն եթե հայը դառնում է արհեստավոր, ինքը դառնում է լավ արհեստավոր։ Մի օրինակ կարելի է արդեն բերել, դա հայ զինվորականության պատվո վարքականոնն է, որը պահպանվել է հատկապես Փավստոս Բյուզանդի հայոց պատմության մեջ, ինչպես նաև առանձին դրվագներով Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ եւ մեր մյուս պատմագիրների երկերում։ Հավատարմություն եւ անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։ Ասպետական պատվի եւ համարումի քաջի անվան ամբից պահպանում, հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով։ Հավատարմություն եւ անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը, Հայաստանի թագավորին։ Հավատարմություն եւ անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր, անկախ նրանց սոցիալական ծագումից եւ դիրքից։ Քրիստոնեական հավատի եւ ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք եւ դրանց անձնուրաց պաշտպանություն։ Նվիրվածություն ընտանիքին, նվիրվածություն տոհմակիցներին, հավատարմություն զինակիցներին։ Եթե մենք համեմատելու լինենք այս արժեհամակարգը առավել հայտնի մյուս ազգերի արժեհամակարգերին, ինչպիսին ասենք ճապոնացի սամուրայների արժեհամակարգն է եւ պատվո վարքականոնն է, կամ եվրոպացի ասպետների արժեհամակարգերն են, որոնք ավելի ուշ են առաջացել, կարելի է տեսնել, որ այդ 8 կետերից մեծ մասը համընկնում է մյուս արժեհամակարգերի հետ։ Սակայն երկու կետ շատ հստակ տարբերվում են, շեշտակիորեն տարբերվում են։ Դրանք են առաջին կետը եւ չորրորդ կետը։
հայ զինվորականի պատվովարքականունի։ Այսինքն ամենաառաջին հանձնառությունը, որ հայ զինվորականը վերցնում էր իր վրա դեռևս 4-5-րդ դարում, դա հայրենիքի պաշտպանությունն էր։ Իսկ 4-րդ կետով նա հանձն էր առնում պաշտպանել ամբողջ հայ ժողովրդին, անկախ դասակարգային որևէ տարբերություններից։ Այսպիսի դասակարգում, այսպիսի առաջնակարգություն եվրոպացի ասպետների եւ ճապոնացի սամուրայների մոտ պարզապես չկա, նույնիսկ ավելի ուշ շրջանում։ Հայկական էթնիկայի մեջ ձևավորված արժեք է եղել հայրենիքի գաղափարը, եւ հայրենիքի գաղափարը եղել է միշտ արժեքների հիերարխիայի համակարգի գլխավերևում կանգնած։ Այդ պատճառով մեր բանակը, մեր զինվորականը, երբ որ ինքը պարտավոր է եղել պաշտպանելու հայրենիքը, նա դա արել է ամբողջությամբ զոհելով իր մնացած բոլոր արժեքները, դա ընտանիք, ասենք, երեխա։ Օրինակ նույնիսկ հարևան Բյուզանդիայում հայրենիք տերմինը, այդ բառը, ինչպես նաև զուտ հայրենասիրական զգացմունքները առաջացել են միայն 10-րդ դարից սկսած։ Մինչդեռ 5-րդ դարի հայկական աղբյուրներում մենք հստակ տեսնում ենք եւ այդ հայրենասիրական զգացմունքները, բացահայտ այնպես ինչպես ասենք նույնիսկ 20-րդ դարում կարելի է նայել եվրոպական այս փորձի վրա, այնպես էլ բուն հայրենիք տերմինը 5-րդ դարում արդեն առկա է, հատկապես Մովսես Խորենացու մոտ։ Այս գաղափարի հետ սերտորեն կապված է պատվի գաղափարը, որը նույնպես հետաքրքիր նախադրյալներ ունի։ Երբ որ համեմատում են այս դարի եւ անցած դարի ձեռագրերը, շատ կարեւոր տարբերություն կա, այսինքն այս դարի ձեռագրերի մեջ բացակայում է պատվի գաղափարը, որը որ առկա է եղել անցած դարերում։ Հայրենիքի գաղափարը սերտորեն կապված է եղել այդ պատվի հետ, այսինքն զինվորական այդ պատիվը եւ մնացած բաները։ Եվ այդ ժամանակ Վասակ զորավարի ձեռքի տակ գտնվեց գործի պատրաստ 60,000 ընտիր եւ կռվաշունչ ռազմիկ, որոնք միակարծիք, միասիրտ ու միաբան էին պատերազմական գործում։ Տենչում էին մարտնչել իրենց որդիների եւ կանանց համար։ Նաեւ կյանքը զոհել հանուն իրենց հայրենիքի ու նրա բնակեցված գավառների։ Տենչում էին մարտնչել հանուն իրենց եկեղեցիների, հանուն իրենց սուրբ եկեղեցիների պաշտոնյա դասի, հանուն իրենց հավատի եւ Աստծու, հանուն իրենց բնիկ արշակունի տերերի։